300,000 աշխատատեղ է խոստանում ստեղծել գործարար բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը սպասվող խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շրջելով Հայաստանի տարբեր մարզերում առաջինը հենց աշխատատեղերի խնդիրն է ֆիքսել։ Ինչու ենք մենք սկսել աշխատատեղերից, որպեսզի կարողանանք ապահովել նորմալ սոցիալական վիճակ։ Արդյունաբերական գործարաններ հիմնելով է աշխատատեղեր ստեղծվելու, որպեսզի գյուղերը չդատարկվեն։ Գործարարների համար միջազգային ներդրումներ են բերելու, պետությունն էլ մասնաբաժին է ունենալու։ Ըստ Կարապետյանի դա իրականացնելու համար Հայաստանի ղեկավարը պետք է տնտեսական անկախություն ձեռք բերի, այսինքն մեկից ավելի տնտեսական գործընկերներ ունենա։ Եթե երկրի վարչապետը ճիշտ հնարավորություն ունենա բանակցի հարևան երկրների հետ, տնտեսական խոչընդոտներ Հայաստանի համար չի լինելու։ Պայմանավորվել, բանակցել, ինձ թվում է բոլորը կարող են վստահ լինել, որ այդ ձևաչափով տնտեսական բանակցությունների ձևաչափով Սամվել Կարապետյանից լավ բանակցող եւ պայմանավորվող հնարավոր է Հայաստանում այս պահին չլինի։ Երիտասարդներին աշխատատեղերով ապահովելով միանգամից կլուծվի նաև թոշակառուների խնդիրը, ասում է Նարեկ Կարապետյանը։ Մեր թոշակների ավելացման միակ ճանապարհը առաջի կետն է, մեր առաջի քայլն է 300,000 նոր գործի տեղ, որ երիտասարդները աշխատեն, եկամտահարկը վճարեն եւ մենք հնարավորություն ունենանք մեր կենսաթոշակային տարիքի մարդկանց նորմալ կյանքով ապահովել։ Հայաստանի բնակիչների համար նորմալ կյանք ապահովելու համար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից։ Փոքր բիզնեսներից չի պահանջվելու անգամ ՀԴՄ խփել։ Եվ որպեսզի պետբյուջեն չտուժի, երկրի վարչապետը չպետք է ստանա ոչ աշխատավարձ, ոչ էլ պարգևավճար։ Կարապետյանի տեղեկությամբ սա աշխարհում ընդունված բան է, շատ ղեկավարներ են այդպես անում, երբ տեսնում են, որ երկիրը սոցիալական ճահճի մեջ է։ Դա հարգանք է սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ երկրում կա 20%-ից ավել աղքատություն։ Պարգևավճար ստանաս, քո բնակության 20% աղքատ լինի, ինչի համար ստանաս պարգևավճար։ Չեմ հասկանում։ Հիշում եք ժամանակին ասում են, որ մեր երկրում կա 3 միլիոն վարչապետ։ Այսօր 3 միլիոն վարչապետ ունենք, բայց ընդամենը մի վարչապետն է պարգևավճար ստանում։ Մեր ձևով շարժումն իր տնտեսական ծրագրի 3-րդ քայլով խոստանում է դեղորայքը էժանացնել 20%-ով։ Կարապետյանն ուսումնասիրել է Վրաստանի շուկան, ասում է շատ հայեր դեղ գնելու համար Վրաստան են գնում, որովհետև այնտեղ էժան է։ Նույն համակարգը պետք է Հայաստանում ներդնել։ Եվրոպական այն երկրները, որտեղից որ գնում է դեղ վրացական գործարարը, բիզնեսը, եւ հաշվում են, թե այդ դեղի գնման պարագայում մինչև Վրաստան հասցնել, մինչև շահույթ ունենա, ինչ վերին գին պետք է ունենա այդ դեղը։ Եվ դնում է վերին գին դեղի վրա։ Այս քայլի արդյունքում 3 ուրիշ քայլեր են արել։ Բայց այս քայլի արդյունքում կարողացել են ապահովել դեղերի գնի շեշտակի անկում։ Ուժեղ տնտեսություն ստեղծելու 4-րդ քայլով Նարեկ Կարապետյանը խոստանում է գյուղացիների դեմքերից վերացնել հուսահատությունը։ Նա առաջարկում է բերքի երաշխավորված մթերում։ Տարվա սկզբում մթերմանկարանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը։ Եվ կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Եվ գյուղացին ունենալու է գնիկ վերջնականապես կանխատեսելիություն։ Չենք տեսնի են հուսահատ դեմքերը գյուղացիների, որ բերքը տանը չգիտի ինչ անի։ Վերջին 5-րդ քայլով Կարապետյանը երիտասարդ ընտանիքներին հնարավորություն է տալիս ավելի էժան բնակարաններ ձեռք բերել։ Նարեկ Կարապետյանի հաշվարկով այս 5 քայլերի արդյունքը մարդիկ արդեն 3-րդ տարում կզգան, եթե Փաշինյանի թիմը չվերարտադրվի։ Կարապետյանը սակայն չի շտապում բացահայտել իրենց քաղաքական թիմի վարչապետի թեկնածուի անունը։ Չնայած ըստ նրա դա վաղուց է որոշված։ Փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով եւ այնտեղ կնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Նարեկ Կարապետյանը դեռ գաղտնի է պահում նաեւ, թե որ կուսակցության հետ է մեր ձևովը պատրաստ կոալիցիա ստեղծել։ Լիլիթ Գասպարյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։